խնդրեմ մոտիկացեք, հնագույն տեղադրյալ, մենք այս պահին դժողի ներկայացուցիչի դժողի կողմի հարցեր ուղղելու խնդրեմ մոտիկյան, ձեր հարցերը կարող եք ուղղել։ Այլված շինությունից ինչն եք արձանագրել, որ թվում ենք դեպքի վայրում հասել և ինձ հետաքրքրում է շատ կարևոր հետևյալ հարցի պատասխանը ստանալ ձեզանից։ Վերադաս հրամանատարությունը, ձեզանից բարձր վերադաս հրամանատարությունը, ձեր այցելելու պահին, դուք ում եք տեսել և ում եք ինչ բնույթի խոսակցություն եք ունեցել, շնորհակալություն։ Որ պատվարժան դատարան ես դեպքի վայրեմ ասել ժամը 1:45-ի սահմաններում արդեն ճանապարհից երևում էր տան հրդեհը, մինչև գյուղի խաչներուկ հասնելը արդեն տեսանելի էր տան հրդեհը, հասել եմ տան մոտ, որտեղ ներկային գտնվում մոտ մի 10 անց քաղաքացիական հագուստով, որոնք հավանաբար գյուղի բնակիչներն էին, որովհետև հենց առանձին էին կանգնած, հրշեջ փրկարար ծառայության երկու հաշվարկեր, երկու մեքենա էր կանգնած, մեր վարշտին ամրակցված մաքսուր տեսակի էքսկավատորը արդեն կատարում էր պատի քանդման աշխատանքներ, հազելանտիկ գլներ այնտեղ սպայներից, ինձանից ավելի բարձր ու առհասարակ երկվային դեռ ոչ ոք էր ժամանել և ներկային արդեն կացանից դուրս եկած մեր վարշտի զինվորները, բայց վիրավոր զինծառայողները Երիշե Հակոբյանը, Լևոն Խառատյանը և մյուս վիրավոր զինծառայողում արել էին հոսպիտալ, նրանց ես չեմ հանդիպել դեպքի վայրում։ Այսինքն դուք ձեզանից վերադաս հրամանատարությունից այդ պայն, ձեր այցելելու պայն մեկակ Տիգրան Ղազարյանն Դիագներին ժամանելուց մոտ մի 5-10 րոպե հետո արդեն մյուս վերադասպանները ժամանել են դեպքի վեր։ Մասնավորեցնեք ովքեր են ժամանելա Զորամասի շտաբի պետհրամանատարը, կորպուսի հրամանատարի տեղակալները, հետագայում գիշերվա ընթացքում եկել է ինժեներական զորքերի վարչության պետը, ինչքան հիշում եմ Գեղարքունիքի մարզպետը, այդքան ասնակացում եք, բարսաշինան սպաներից այդքան նախ եկել է։ Իսկ ձեր կողմից մատնանշված թվով մոտ շուրջ 10 քաղաքացիական հագուստով ամբին դրանք որևէ առնչություն ունեին պետական ինստիտուտների, նրանց աշխատակիցներ էին, թե ուղղակի գյուղացիներ էին։ Իմ կարծիքով գյուղացիներ էին, որովհետև իրանք կոնկրետ ինչ-որ գործողություն չէին անում, հիմնականում կանգնած էին այդ մեքենաներից մի քիչ այս կողմ դեպի տուն չհասած, դες կանգնած էին այդտեղ, հենց ինչ-որ կոնկրետ գործողություններ իրենք չէին անում։ Պարոն Մարկարյան, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը, որտեղ դուք որպես մեղադեր մասնակցել եք այս քրեական վարորդով հիմնական դատալսումներին և այդ հարցի տրմանը պատասխանների վստահ ծանոթ եք, ես գրեթե բոլոր հարցակցվող անձանց այդ հարցը տվել եմ։ Այդ ամբողջ գործողությունը, թե հրշեջների, թե առանձին, այդ տարածքում ով է ղեկավարում։ Ես իշխանով ականատես եմ եղել հրշեջների գործողությունները ղեկավարել են հրշեջները, զինվորական առումով կոնկրետ իմ գործողությունները կայացել են նրանում, որ ես քանդված պատի մոտակայքում կանգնած եմ եղել ու զինվորների մարմինները երբ որ դուրս են բերել փրկարարները ներսից, փորձել եմ ճանաչել իրենց, կոնկրետ զինվորականները ինչ-որ առաջադրանք այդ պահին չեն կատարել, որ ասեմ, թե ով է ղեկավարը, ընդհանուր չեմ կարող ասեմ, բայց փրկարարների գործողությունները ղեկավարել է փրկարար ծառայության աշխատակիցները։ Այսինքն վերադաս հրամանատարության ներկայացուցիչներից որևէ մեկը, այդտեղ որևէ գործառույթ չի իրականացել։ Չէ։ Իշխանով ինձ հայտնի է, չէ։ Պարոն Մարկարյան, դուք կարող եք զուտ առաջին պահի ականատես անձանցից մեկը դատարանին հայտնեք հետևյալը։
Ընդհանրապես կացարանի որ հատվածներ առավել ինտենսիվ այրել։ Կողքը, վերևը, տանիքը, պատմանները, ներսը։ Իմ հասնելու պահին, երբ որ ես առաջինը մոտեցել եմ մուտքի դռան մոտ, այսինքն ես ճանապարհից եկել թեքվել եմ մուտքի դռան մոտ, այդ պահին շատ թեժ այրվում էր այդ վառարանի սենյակը, որտեղ տեղադրված է եղել վառարանը, այդ ամբողջ կողքով շուշաբանդ էր դրած, այդ էր այրվում, տանիքները դեպի շատ ավելի ուժեղ վառվում ու դեպի ննջարանի կողմը պատուհանների մոտ այդ կողմով կրակը այդքան տեղը կրակը ամենաուժեղն էր։ Բանի մոտ ձեր գավերով ասել շուշաբանդի տանիքները համ շուշաբանդի տանիքը, համ էլ բանի ննջարանի տանիքը ու կրակը տարածում էր դեպի արդեն զինանոցի ու դեպի ճանապարհի կողմ կրակը տարածում էր դեպի այդ կողմ, որովհետև ընդ ավելի քիչ էր, ավելի շատ էր կրակը պատուհանների ու մուտքի դռան մոտ, այն կողմը ավելի քիչ էր կրակը։ Այսինքն արձանագրել եք, որ համենայնպես այդ շուշաբանդը եւ տանիքի կրակը ավելի ինտենսիվ է։ Իսկ դուք արդեն զինծառայողների կացարանի ներսում դուք հրդեհի ականատեսել եք։ Այո, այդ պատուհաններից, պատուհանների մոտից երևում էր, որ հրդեհ է ներսում ու շատ ուժեղ համջերմություններ արտազատվում, համ այդ տանիքի շիֆերները պայթում էին։ Դա որ ժամում ասում։ Մոտ 1:45-ի սահմաններում ես ընդդեմ եմ։ 1:45-ի սահման։ Բան նայեն դուք ձեր ընդգրկելու ժամանակ զինվորական կացարանի ներս որը մարդկային ձայնը սեթեք ոչ ստանը չէ։ Իսկ դուք անմիջապես մտել եք այդ վառվող զինվորական կացարանը։ Այդ պահին ավելի շատ այդ հրդեհաշիջման ընթացքում։ Ոչ էդի անհնար էր։ Հրդեհաշիջումից մարելուց հետո, երբ որ արդեն քննիչները ժամանել են բանի համար, դեպքի վայրի զննության համար, այդ ժամանակ ներս մտել եմ այո։ Դեպքի վայրի զննության ժամանակ ներս մտել եմ։ Որ մանրամասն նկարագրել եք, որտեղ ես մտել, ինչ անդրամատներում, ինչի ականատես է։ Մտել ենք սովորական մուտքից, ականատես եմ եղել հենց այդ մուտքը, որ կա այդ մուտքի հատվածում ամեն ինչը մի մետր շապով քարով էր շարված, դրանից վերև նախամուտքը, դրանից վերև փայտի կառուցվածքերը ամբողջությամբ այրված էր, նախամ միջանցքում, որտեղ վառարաններ դրված, բացի պատերից ուրիշ ոչ մի բան չկար, ամբողջությամբ այրված էր, թե դռները, թե պատուհանները ամբողջությամբ այրված էր, հատակը ինչքան որ հիշում եմ համարյա ամբողջությամբ էր այրված, այդ նախամուտքը միջանցքի սենյակի հատակը, հետո բաց այդ առաստաղը փլվելուց հետո հող էր լցվել, հենց հատակը շատ սպառ չէր երևում էլի, հատակը երբ իրականում ինչ ա եղել, հետո առաջացել ենք զինանոցի սենյակ։ Այդ վառարանի սենյակի մասնակցություն, դուք դեռ ինչ եք տեսել։ Գերանները կրիշի ծնգած, մոխիրները տենց, հետո դեի ձենք ենք հայտնաբերել բանի մի ավտոմատ հայտնաբերել ենք այդ սենյակից։ Դուք ով եք եղել, դուք ում եք։ Քննիչների հետ։ Իրանք մեզ ասել են ցույց տվեք, թե որտեղ ինչ է դրված եղել զինանոցը կողմնական, ասեք կոնկրետ դուք ոչ քննիչ, ոչ զինծառայող։ Քննիչների անունները ես չեմ կարող ասեմ։ Մեկից ավելի է։ Այո։ Շատ լավ։ Իսկ ձեր զինծառայողներից Զինծառայողներից որքան հիշում եմ, այդ բանը դե մարդ չկար։ Ես եմ եղել, Տիգրան Ղազարյանն է եղել դեպքի վայրի զննության ժամանակ, բայց զինվորներից որքան հիշում եմ, այդ բանը դե մարդ չկար։ Դա հրդեհաշիջումից անմիջապես հետո։ Այդ առավոտյան ժամը 8:30 չէ, մինչև դեպքի վայրի զննությունը, մինչև քննիչների ժամանակը մենք ներս չենք մտել։ Խոսքը վերաբերում է այն ժամանակ հատվածին, երբ դեռևս զոհված զինծառայողների դուրս չեն դրել։ Չէ, մենք ներս անհնար էր ժամանակը ներս մտնել։ Անհնար է։ Երբ որ զոհված զինծառայողները եղել են դեռևս կացարանում, դուք այդ տարածքում մտել եք։ Ոչ, դա անհնար էր բանը։ Զոհված զինծառայողների դուրս բերելու գործընթացին դուք մասնակցել եք։ Մասնակցել եմ այնքանով, որ այդ էքսկավատորը, որ կողմից որ պատը քանդում էր, այդտեղի դուրս էին բերում մարմինները, փորձել եմ տեղում ճանաչել զոհված զինծառայողներին, ցավոք սրտի ճանաչել եմ միայն Միշա Դումիկյանի
մարմինում, որ առաջինն էլ նաև դուրս են բերել շինությունից։ Այսինքն զոհված զինծառայողներին դուրս բերելու բանի դուք պետք է եք դեպի ճանապարհի կողմը։ Այո, էքսկավատորի կողմը, Իսկ գիտեք ինչ է դարձնում, վարարանի սենյակում գտնվող զինծառայողի, զոհված զինծառայողին դուք տեսել եք թե ոչ։ Թե որտեղ է կոնկրետ դիրքում, ես անձամբ իրեն չեմ տեսել, սակայն հրշեջները, որ այդ ժամանակ մտել էին ամենասկզբից հետախուզում անելու, թե որտեղ ինչ է գտնվում իշխանանին, իրենք դուրս գալուց հետո հայտնեցին, որ մի մարմին այդ վարարանի սենյակում է, առաջի սենյակում է։ Բայց թե ինչ դիրքով եղել, ինչ կոնկրետ որ հատվածում եղել, ես անձամբ չեմ տեսել։ Անձամբ չեմ։ Դուք ինչքան ժամանակ եք հանդիսացել այդ ստորաբաժանման հրամանատարը։ 2021 թվականի հուլիսի 7-ից։ Այսինքն եթե 2021 թվականի հուլիսի 7-ից այդ ձեր վարժի հրամանատար նշանակելու բանի մասնակազմի մշտական տեղեկայնման վայրը հանդիսացել այդ կացարանը։ Այո։ Շատ լավ։ 2022 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, այսինքն շուրջ 1.5 տարի մինչև ողբերգական դեպքի օրը դուք հանդիսացել եք այդ ստորաբաժանման ղեկավար։ Այո։ Դուք ի պաշտոն ամեն օր եղել եք այդ կացարանում, թե ոչ։ Այո։ Ամեն օր։ Շատ լավ, որպես այդ ստորաբաժանման հրամանատար կներեսում ձեզ հետևյալ հարցը պատասխանել ակնկալը։ Դուք երբևիցե կամ ձեր պատկերացման, կամ ինժեներական ծառայության պետին, կամ ձեր սպաներին, կամ վերադաս հրամանատարների մոտ հարցասել եք որևէ հարց, որ այս զինվորական կացարանին անհրաժեշտ է Հայաստանի դուր, կամ պատուհանների վրա առկա ճաղավանդակները դրանք հնարավոր ռիսկ են ունես մեջ պարունակում, որ անհրաժեշտ է որոշակիորեն անվտանգային միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի առնվազն նվազագույն անվտանգության պայմանները ապահովի եւ մասնավորապես կոնկրետ երբևիցե ձեզ մոտ հարց ծագել է կամ դուք վերադասի հետ կապված վերադասել երբևիցե ներկայացել եք այդ իրավիճակը, որ այդ կացարանի երկրորդ Հայաստանի մուտքը անհրաժեշտ ապահովել, թե ոչ։ Այո, ուրեմն կենցաղային հարցերի շուրջ թե ինչ պայմաններում է գտնվել ինժեներական բաժնին հատկացված կացարանը, բարբերաբար դրա մասին զեկուցվել է թե Զորամասի հրամանատարական կազմին, թե ԳՇՊՏ-ի կողմից եկած ստուգման եկածած անձանց մասնավորապես 2022 թվականի դեկտեմբերի, եթե չեմ սխալվում, 13-ից 15-ը զորքերի ծառայության կողմից եկածած հանձնաժողովի անդամները, որ եկել են մեր կացարան ստուգման, այդ ստուգման ժամանակ իմ կողմից հայտնվել է այդ մարդկանց թե ինչ թերություններ ունենք, ու այդ թերությունները ներառել է թե հակահարդային միջոցները չունենալը, թե կենցաղային պայմանները, թե որ շենքը չի համապատասխանում նորմատիվային պայմաններին, երկրորդ չունենալու հանգամանքը նաև են, որ կացարանը ինքն իրեն շատ փոքր է ու չի կարելի 22 հոգի տեղավորել, այդ ամեն ինչը իմ կողմից անձամբ զեկուցվել է, բանավոր կարգով զեկուցվել է այդ ստուգման եկածած անձանց, ու այդ ամեն ինչը գրահարվել է, նաև հետագային նախաքննության ընթացքում ես գործի քննության մեջ տեսել եմ, որ այդ ստուգման արդյունքներով կազմված զեկուցարանի մեջ նշված է եղել այդ բոլոր կետերը, որի մասին ես հայտնել եմ, որի թերությունների մասին արձանագրվել է, դրանից առաջ ինժեներական զորքերի վարչության պետը կոմունալ շինարարության վարչության պետի հետ այցելել են ինժեներական վարչի տարածք, կացարան, նրանք նույնպես ականատես են եղել թե կենցաղային պայմաններին, թե մեր բողոքներին ի պատասխան մեզ հայտնել են, որ այս պահին գնում է շինարարություն մոդուլային կացարաններ պատրաստելու եւ որ պատրաստվի այդ մոդուլային տնակները, մենք մեր վարչությունը նույնպես տեղափոխվելու է այդ կացարան, ինչպես նաեւ եթե չեմ սխալվում Արգամ Գևորգյանի հանձնանշման ժամանակ, երբ որ ինքը եկել է առաջի անգամ ինժեներական վարչի կենտրոնացման շրջան, ես անձամբ դիմավորել եմ նրան տեղում, զեկուցել եմ այն մասին, որ ինժեներական վարչին անհրաժեշտ է եթե ոչ մոդուլային կացարաններ տեղափոխվել, ապա մի ուրիշ տեղ ավելի բարձր, քանի որ հանձնակազմը 22 հոգի չի տեղափոխվում կացարանում,
գտնվում ենք անձնակազմը չի տեղավորվում, կենցաղային խնդիրներ ունենք, հնարավորության դեպքում նկատի ունենա, որ մեզ տեղափոխի ավելի հարմարեցված տեղ, նաև իմ կողմից անձամբ կոնկրետ հակահերթային միջոցների բացակայության վերաբերյալ զեկուցվել է բանավոր կարգով ճիշտ է զեկուցվել է Գոռո Աղակյանին, որը նաև ներկա եղել Վարշավի ավագ բարձրաստիճանի, որպես նրան դիմել եմ, որ մենք հակահերթային միջոցներ չունենք, այդ ժամանակ իմ հետ ներկա է գտնվել Սերո Պասատրյանը, նաև ես ներկա եմ գտնվել Գոռո Աղակյանի ու Տիգրան Ղազարյանի խոսակցությանը նույնպես հակահերթային վիճակի, հակահերթային միջոցների բացակայության մասին, որ Տիգրան Ղազարյանը դիմել Գոռո Աղակյանին, ես նույնպես ներկա եմ գտնվել այո։ Եվ այդքան այդ ամբողջ թե մինչև գշը պետի տեղակալ պաշտոնի մարդկանց ես անձամբ զեկուցել եմ այն մասին, որ մենք ունենք հետևյալ խնդիրները, որը վերաբերում է կենցաղային վիճակին ստորաբաժանման թե հակահերթային միջոցները չունենալու։ Այդքան մարդկանց է զեկուցել եմ։ Շնորհակալություն, դուք ասեցիք, որ 2022 թվականի դեկտեմբեր ամսին եք այդ զեկույցները ներկայացրել եք։ Դա չէ, դեկտեմբերը 2022 դեկտեմբերի զեկուցվել է մենակ զորքերի ծառայությանը։ Այդ ամեն ինչը այդպես ստացվում է ամբողջ տարվա ընթացքում, թե զեկուցել եմ օրինակ ինժեներական զորքերի վարչության պետն ու կոմունալ շահագործման վարչության պետը եկել են ինչքան նշվում 2022 թվականի հոկտեմբեր ամսին։ Այցելել են մեզ այդ ժամանակ Աղակյանին դրանից ավելի այդ հոկտեմբեր ամսին դիմել եմ Աղակյանին հակահերթային միջոցների վերաբերյալ Տիգրան Ղազարյանի խոսակցությունը Գոռո Աղակյանի դրանից ավելի շուտ ա եղել, այսինքն դա չի տարածվում մենակ 2022 դեկտեմբերի վրա։ Հրամանատար Արկան Գևորգյանը զորամասն ընդունել է 2022 թվականի, եթե չեմ սխալվում, սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում։ Այո, ճիշտ է։ այո։ Հիմա այդ, այսինքն դեպքի նախորդող 3-4 ամիսների ընթացքում դուք որոշակի ըստ ձեզ զեկույցներ եք ներկայացել, որոնք բանավոր հիմա դրանք անդրադառնան։ Բայց մի տարի Այդ տարվա ընթացքում են եղել գործողությունները Զորամասի հրամանատարային ժամանակ հանդիսացել է Արտուր Գարդինյանը, նրա այցերի ժամանակ ես նույնպես անձամբ իրեն զեկուցել եմ, որ այդ կացարանը չի համապատասխանում ոչ մի ստանդարտի, մենք չենք կարողանում տեսնել համապատասխան ձևի անվտանգություն չկա անձնակազմի համար այդ կացարանում։ Շատ լավ, ես սենց ասեմ, ընդհանրապես չգիտեմ, գուցե ես սխալվում եմ դուք ինձ հստակեցնեք, ճիշտ եք, քանի որ դուք գործով սպա եք եղել, բայց ենթադրում եմ կամ իմ պատկերացման, կամ տեղեկատվության, ընդհանրապես զինված ուժերում նյութական միջոցների բացակայության, հատկացման, տրամադրման, վերահսկման համար բոլոր զեկուցագրերը պետք է տվեն գերավոր, որպեսզի հաշվառումը իրականացվեր։ Այսինքն, որ պետք է ստորադաս հրամանատարից վերադաս հրամանատար, որ զեկուցվեր, ասել, հարգելի պարոն գնդապետ, մեր կացարանին բացակայում է կամ փչացել է կամ լավ չի աշխատում կամ փողացել է 2 հատ գրակ մարիչ։ Խնդրում ենք հատկացնել 2 հատ գրակ մարիչ, որպեսզի հրամանատարը համապատասխան կարգադրությունը կամ հանձնարարությունը տալ ոլորտը ուսումնարող կամ համակարգող ստորաբաժանման հրամանատարին, որ ասենք 2 հատ գրակ մարիչ հատկացեք կամ մի հատկացեք։ Հիմա ինչպես է ստացվել, պարոն Մարկարյան, որ այդ ձեր բոլոր կարևոր ստրատեգիական կամ առանցքային կամ առնվազն այս քրեական վարորդի համար ուշագրավ ուրեմն զեկույցները ձեր կողմից չգիտես ինչու տրվել են բանալ։ Այն ինչով դուք բացատրեք։ Ուրեմն զորային տնտեսության մասին հրամանումը ես իմ ցուցմունքի մեջ մանրամասն նշել էի պատվարժան դատարան թե կոնկրետ որ հրամանով որ հոդվածով է սահմանված վաշտի նյութական միջոցների ստացման եւ հանձնման գործընթացը այդ զորային տնտեսության մասին նախարարի հրամանի մեջ շահադրված է հստակ որ վաշտը նյութական միջոցները ստանում է զորամասի պահեստներից ծառայություններից եւ պահեստներից եւ ստանալու համար անհրաժեշտ է երկի մուտքի ապրանքագրեր կոնկրետ զեկուցագիր
առավել ևս գրավոր կարգով զեկուցագիր գրելու անհրաժեշտության մասին զորային տնտեսության մասին կանոնակարգը ոչ մի բան չի նախատեսում, որ Վաշտի հրամանատարը ինչ-որ զեկուցագիր գրի նյութական միջոցներ ստանալու համար։ Ավելացնեմ նաև, որ ես մոտ տարի 6 ամիս հանդիսացել եմ որպես ինժեներասակրավորային Վաշտի հրամանատար, ես այդ մի տարի 6 ամսվա ընթացքում նյութական միջոցներ ստանալու համար զեկուցագիր չեմ գրել։ Այդ ամեն ինչը եղել է կազմակերպված հրամանների հիման վրա, եղել է կազմակերպված նաև այդ բանավոր խոսքի վրա, որ մենք այս իշխանություն ենք, մեզի պետք է հատկացնել այս ինչը, ու այդ բացի էլ նախարարի հրամանով սահմանված է թե յուրաքանչյուր ստորաբաժանման համար կոնկրետ որ ծառայությունը ինչ նյութական միջոցներ պետք է հատկացնել, եւ ես այդ ամեն ինչը բոլոր ծառայությունների միջոցով ստացել եմ, ու ոչ մի կոնկրետ ոչ մի նյութական միջոց ստանալու համար ես զեկուցագիր չեմ ներկայացրել։ Շնորհակալություն ձեր հարցերի վերջացածը շատ կարևոր է, մենք արձանագրեցինք, որ դուք ձեր ստորաբաժանման նյութական միջոցների ապահովման նպատակով երկրը ձեր զինվորական կառավարության հետ ժամանակահատվածում երկրը զեկուցակիր գրավոր չեք։ Շնորհակալություն։ Հիմա վերադառնանք հարցի բուն էությանը։ Ես խնդրում եմ շատ կարճ ասեք հայոց, կոնկրետ պարեստային դուր բացելու համար որևէ մեկին ձեր վերադասի այդ 1.5 տարվա ընթացքում դիմել եք թե չէ։ Այո։ Կոնկրետ պարեստային դուր բացելու վերաբերյալ Զորքերի ծառայության հանձնաժողովը երբ որ եկել է ստուգման, կոնկրետ պարեստային դուր բացելու վերաբերյալ այդ խոսակցությունը եղել է ու իրանք որպես թերություն դա իրանց մոտ նշել են, որ բացակայումը թե պարեստային դուրը ու ընդհանուր շինությունը չի համապատասխանում ոչ մի կանոնագրային պահանջների։ Բացի այդ ես կոնկրետ անձամբ ես այդ խոսակցությունը ներկա չեմ ելել, բայց Տիգրան Ղազարյանի կողմից եղել է այդ տանտերերի հետ փորձել է ինքը համաձայնության գա երկրորդ մուտք բացելու համար, բայց իրանք այդ այն ժամանակ, երբ որ տեղին նայել է Վաշտի հրամանատարը փորձել է այդ ժամանակ այդ պարեստային երկրորդ մուտք բացելու համար անի, բայց տանտերերը համաձայնություն չեն տվել։ Շատ ի վերջո հիմա դուք անընդհատ ես տպավորություն չստեղծել որ սերվում եմ այդ պարեստային դրամները, բայց բոլոր դեպքերում ուզում եմ իմ համար սպառիչ լինելի։ Դուք ինչն է պատճառը, որ դուք սպասել եք, որ այդ զորքերի ծառայությունից եկել են, որ դուք նոր բարձրացրել եք այդ պարեստայինների նպատակահարմարության հարցը։ Բայց ինչև այդ ասենք դուք 1 տարի ավել դուք եղել եք այդ ստորաբաժանման ղեկավարը։ Ձեր ուրեմն ծառայության ընթացքում այդ ժամանակահատվածում երկու զորամասի հրամանատար ափոխվել։ Գումարած դուք ունեցել եք վերադաս ծառայության պետքի, գուգի գծով հրամանատարի տեղակալ, մարաշնային գծով հրամանատարի տեղակալ, որ ամենուրացը շփում են։ Ի՞նչն է այդ պատճառը, որ ձեր մտքում չի անցել, կամ դուք չեք բարձրացել այդ հարցը պարեստային դրան, սպասել եք, որ զորքերի ծառայությունից եկել են, որ միայն իրանց ներկայությամբ։ Պարոն Նորկյան, կացարանի ընդհանուր ոչ մի պայման ինչը համապատասխանել է, բազմիցս յուրաքանչյուր ստուգման եկած վերադաս անձանց կողմից ովքեր որ ժամանել են մեր տեղակայման վայր, ամեն անգամ որ եկել է վերադաս ստուգող, հանձնաժողով, ստուգող անձ կամ վերադաս անձով որ եկել է, բարբերաբար իրանց ասվել է, որ այդ կացարանը չի համապատասխանում ոչ մի ստանդարտի, այդ ոչ մի ստանդարտի մեջ համապատասխանել են, այդ ներառում է այդ պարեստային մուտք չունենալը, երկ չունենալը։ Շատ շնորհակալություն, հետագա ձեր ասածների վերաբերյալ դիսկուրսները հստակ ներկայացնել սահմանված ընթացակարգերով ու ժամանակահատվածով։ Դուք քիչ առաջ նշեցիք, որ բոլոր դեպքերում զոհված զինծառայողների հետ կացարանից դուրս բերելու ժամանակ ամենայնտեղս ականատես եք եղել։ Այո։ Իսկ մասնակցել եք դուրս բերման Ոչ։ Ովքեր էին զինծառայողների դուրս բերում, որտեղ ու կասեք ինչ եղանակով, կարգով։ Փրկարարները քանդված մուտքի մոտից մաքրելով շարժվում էին առաջ, հիմնականում ձեռքերով մաքրելով այդ տանիքից թափված տավազ գերան տեղափոխելով մաքրելով շարժվում էին առաջ, որտեղ որ մարմին էին հայտնաբերում, տեղավորում էին պատգարակի մեջ, դուրս էր բերվում, ես հենց այդ մուտքի մոտ կանգնած էի եւ զորամասին պատկանող շտապօգնության մեքենաներ էին այդտեղ կանգնած, ես փորձում էի տեղում ճանաչել թե զինծառայողներից ովքեր են, նշեցի որ ճանաչել եմ միայն Միշա Դումիկյանին եւ մարմինները տեղափոխվել են այդտեղից։ Շատ մենակ Միշա Դումիկյանին ճանաչել, իսկ հետագայում զինծառայողների
ճանաչման գործընթացին մասնակցել եք թե՞ չէ։ Այո, հետագայում այդ օր առավոտյան, եթե ժամը չեմ սխալվում, մոտ 9-ից 10-ի հատվածում Զորամասի հրամանատարն էր, եթե չեմ սխալվում, ասեց, որ պետք է գնամ Մարտունու դիահերձարան, այնտեղ բոլոր մարմինները նորից ուսումնասիրել եմ, միայն ես անձամբ, այո, անձամբ ինչ կարգավիճակով եք այդտեղ գնացել եմ դե երևի իրենք տեղեկացված էին արդեն այդ դատաբժիշկներ ներկա, երբ որ ես Չեմ դատավարական փողոցից է, թե ինչ-որ թե ուղղակի շատ Շան կարասեմ էդի կոնկրետ ինչ պրոցեսերից ասել եմ, որ գնամ փորձեմ մարմինները ճանաչեմ, այդ պահին դաժվացներով ճանաչել եմ Գագիկին ու Ռոստոմին, Միշա Դումիկյանին արդեն ճանաչել էին, դեռ նորից եմ ճանաչել, որ Միշա Դումիկյանն է, ու վերջը երեք մարմինն են մենակ ճանաչել թվում են, ու այնց հետո վերադարձել են նորից Ազատի կացարան։ Գագիկը, Ռոստոմը, Դումիկյանը ճանաչել։ Այո, Գագիկին ու Ռոստոմին ճանաչել են դաշտվածներից, որովհետև գիտեի որտեղ ինչ դաշտված ունի, երկուսին ճանաչել են դաշտվածներից, Միշա Դումիկյանին ճանաչել են, որովհետև դեմքի մի կողմը վարվաշ էր։ Բայց բոլոր զինծառայողները զոհված տեսանելի։ Այո, այդ պահին բոլորը մի սենյակում էին, բոլորին այդ պահին ես մանրամասնացնել եմ, բայց այդ երեքին եմ ճանաչել։ Մնացածը անճանաչ։ Այո։ Շատ լավ։ Ես կարող հարց եմ ուզում պատասխան ուզում ստանալ, դուք ուսումնով ճանաչեցիք, որ երբ որ դուք այցելել եք դեպքի վայր, տեսել եք, որ Շուշաբանի այդ բառերով ասած եւ այդ Շուշաբանի տանիքը ինտենսիվ այլ։ Այո։ Այս քրական վարկի ընթացքում տարբեր տվյալներ հրապարակվել կամ դերություններ շրջանառվել, կամ ամենայնպես չի հարցերը բարետորական բարձրացել, որ այդ տանիքում հնարավոր է, որ հենց այդ տանիքում ինտենսիվ հրդեհի հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հնարավոր է այդտեղ դիզվարելի գեղացներ, բենզին գեղացներ տարաներով։ Այն ինչով է պայմանավորված, որ հենց այդ տանիքում այդպես ինտենսիվ հրդեհ է եղել։ Այդտեղ ինչ է եղել։ Ես շան կարող ասեմ ինչով է պայմանավորված, մենք առհասար այդ տանը բնակվելու ժամանակվարից մենք այդ տանիքում ոչ մի բան չենք պահել։ Այդ տանիքը ոնց եղել է, տենց եղել է։ Տանի բարձրանալու մեխանիզմը կասեք, ինչպես տան ու պահեստանոցի արանքից այդ հատվածից պետք է առանձին հատուկ ըտեի համար առանձին աստիճան չկար դրած։ Պետք է այս մյուս տան կողմից աստիճանը դրվել է տեղ, այդ պահեստանոցի տանիքի աստիճանը դրվել է տեղ, այդից բարձրանալ վերևել տանիքը մեր կողմից չի օգտագործվել, այնտեղ ոչ մի բան չենք պահել։ Ամենայնպես այդ տեղեկությունը, որովհետև դիզվարելի կարող է լինել, կամ բենզին կարող է լինել, ու դրա վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք։ Ոչ, իմ ծառայության ընթացքում մենք այդտեղ ոչ մի բան չենք պահել։ Մենք ընդհանրական չգիտեմ դուք ով։ Կոնկրետ ես ու իմ կողմից ոչ էլ հրահանգայել եմ, որ ինչ-որ մի բան այդտեղ պահվի առհասարակ այդ տանիք բարձրանալու Բայց դուք բարձրանում եք, որ ձեր չիմացության պայմաններում այդտեղ հնարավոր է դիզվարել լինել բենզին։ Ոստակ չեմ կարող ասել։ Շատ լավ, որովհետև ուրիշ հարց է առաջանում, ի վերջո ես ուզում եմ ստանալ այդ հարցը պատասխանը։ Տանիքի այդ հատվածի ինտենսիվ հրդեհի հանգամանքը պատճառը ո՞րն է եղել։ Այդտեղ ինչ նյութ է եղել, որը նպաստել է նման ինտենսիվ հրդեհի տարածմանը։ Տանիքը գերանով էր ծածկված, տան ամբողջ տանիքը գերանով էր ծածկված, չեմ կարող ասեմ, թե կոնկրետ այդ տեղի այդպես ինտենսիվության պատճառը որն է, չեմ կարող ասեմ։ Եվ տան ամբողջ տանիքը հատվածի վերաբերյալ իմ վերջի հարցը, դուք որ հասակ եք զինվորների կացարանի առաստաղը փլվել էր արդեն, թե չէ։ Այո։ Այսինքն մեկած 40-ի դրությամբ արդեն փրվել էր։ Դες ինչքան նշում մի կամ երկու գերան էր մնացել ոնց որ մի կամ երկու գերան էր կապված մնացել ու գնացածը պես փրվել էր։ Այսինքն հետո եկել էր այդտեղ վարվել արդյունքում այդ մեկ ժամանակացում արդեն փրվել էր։
Այո, որովհետև հրշեջները արդեն այդ տան քանդված պատի մոտից արդեն իրանք մուտք էին գործել մեզ, որ մաքրելով առաջ գնային։ Դուք եկել եք Վաշտի հրամանատար, ստորաբաժանում հրամանատար, այդ ստորաբաժանում հակառակային անվտանգության կանոնների հրահանգավորում արդյոք կատարվել է թե ոչ։ Այո։ Ինչ բարբերականությամբ եւ ո՞ւր կողմից։ Կատարվել է հրահանգավորում, որի վերաբերյալ նաև ստորագրվել է մատյաններում, այդ մատյանները գտնվել են տան ներսում, որոնք արևել են, սակայն ստորաբաժանում եկած բոլոր ստուգման արդյունքներում բոլոր մատյանները ստուգվել են, նաև հրահանգավորման մատյանները, թե վերակարգի հրահանգավորման, թե անվտանգության կանոնների մասին հրահանգավորման մատյանները առանձին ստուգվել են ու մի տարի կես ընթացքում, որ ես հանդիսացել եմ Վաշտի հրամանատար, կոնկրետ հրահանգավորումների, մատյանների ու դրանց վերաբերյալ խնդիր չի եղել։ Հրահանգավորվել են իմ կողմից, անվտանգության կանոնների մասին հրահանգավորումը եղել է շաբաթական 4-5 անգամ, որովհետև հիմնականում ամենառավոտյալից անվտանգության կանոնների հրահանգավորման վերաբերյալ, քանի որ մենք մշտապես զբաղված ենք եղել ինժեներական աշխատանքներ իրականացնելով ու զինծառայողները նույնպես այդ յուրահատուկ հետ ունեցել են ամենօրյա առնչություն, առանցքել թե տեխնիկաների շահագործման դեպքում դիզվառելիքի ու ավտոբենզինի հետ աշխատանքներն իրականացել ունեցել ենք գեներատորներ, որոնք աշխատել են դիզվառելիքով, ունեցել ենք բենզոմորներ, որոնք աշխատել են բենզինով ու այդ տեխնիկաները, որ օգտագործվել են մեր կողմից համարյա ամենօրյա ռեժիմով, այդ հրահանգավորումները կատարվել է։ Կատարվել է նաև իմ կողմից, ինժեներական ծառայության պետի կողմից, բարբերաբար իրականացվել է։ Անդրադարձեք դրա տեխնիկական ձևակերպման պրոցեսին, որ մատյաները լրացել եք, բայց գետնի վրա դուք կոնկրետ ձեր անձնակազմին ինչ եք հրահանգավորել, որ ինչ անեն, ինչը չանեն, ինչը անեն։ Օրինակ բենզին դյուրավար մթերի հետ աշխատելու ժամանակ հրահանգավորվել է, որ կրակի վրա բենզին յուղ դիզվառել դյուրավար մթեր չի կարելի լցնել վառելու համար կարելի նախատեսվել, որով ըստ որի մեր կողմից օգտագործված վառելային նյութի կտեղան արդյունքում առաջացած թերթի ու դիզվառելիքի խառնուրդով միայն պետք է վառարանի խողովակներու վառարանը շաբաթական երբանք պետք է մաքրվեն մնացած տեխնիկական աշխատանքներ իրականացնելուց կամ ինժեներական աշխատանքներ իրականացնելուց ըստ իրանց այդ օրվա ինժեներական աշխատանքի բնույթին ինձ հրահանգավորվել են ինժեներական աշխատանքներ իրականացնելուց թե ականապատման ընթացքում ինչ անվտանգության կանոններ պետք է պահպանվի, շինարարության կացարանները մարտական հենակետերում կառուցելու ժամանակ ինչ անվտանգության կանոններ պետք է պահպանվի, ըստ այդ օրվա գործնական առաջադրանքին ինչ պետք է անենք, այդ ձևով հրահանգավորվել է անձնակազմը։ Այ վերջի անգամ այլ նման այդ վառարանը վառելու հետ հեղուկ դիզվառելիքով կամ բենզինով դյուրավար միջոցներով վառելու վերաբերյալ կամ դրանց թույլատրելիության անթույլատրելիության վերաբերյալ վերջին անգամ դեպքին ապրոթող ժամանակ հանդիպելու երբ եք հանդիպել։ Ամսի 16-ին, չէ 17-ին, ամսի 17-ին ես հանդիսացել եմ Վաշտի պատասխանատուն, երկու շարքերով ես եմ հանդիսացել Վաշտի պատասխանատուն, այդ օրը իրական երեկոյան անվտանգականչի ժամանակ ես նորից անձնակազմին հրահանգավորել եմ անվտանգության կանոնների վերաբերյալ, այդ թվում վառարանը վառելու անվտանգության կանոնների վերաբերյալ։ Լավ, հարցը ուր դուք երիշի կամ երիշի ճիշտ է, ըստ երրորդի առումով երիշինը գնալ ծառայության սպատը, երիշին գիտեր, որովհետև բենզինով վառարանը վառել չի տարել։ Կոնկրետ ես երիշեին, անձամբ ես երիշեին չեմ հրահանգավորել, որովհետև ու այդ վերջի մի քանի օրը ես երիշին չեմ էլ հանդիպել, որովհետև ծառայության բերումով ինքը հանդիսացել է Զորամասի հերթապայի օգնական կամ հերթապա չեմ հիշում, վերջի 3 օրը չեմ հանդիպել երիշեին, բայց պետք է որ իմանար էլ ինչի թվում թե դի։ Լավ, Լևոն Խարատյանին դուք հրահանգավորել եք, Ռադիկ
Մատեոսյանի դուք հրահանգավորել եք, ասել եք, որ չի կարելի, որ իրենք բենզինով փորձեն վարարանը վարել։ Այո, այդ կարգը պարոն Նուրեկյան ցենց է սահմանվել, ուրեմն երբ որ աշնան ամիսներին արդեն վարարանը պետք է տեղադրվել ու բարձր արդեն մենք ինչով պետք է ջեռուցումը իրականացնենք, այդ ժամանակ կարգը սահմանվել է Իլոպիգյան Ղազարյանի կողմից ինչ ձևով պետք է իրականացվի վարարանի վարարելու աշխատանքները ու մշտապես այդ վարարանի կողքին տարայով դրված է թեփյուտից վարելիքի խառնուրդ իրեն մոտ փոքր գետալով, որով որ վարարանը հանգելու դեպքում այդ դրանով կարող են նորից վարեն, երբ որ ասենք հանել են վարարանը մաքրելու հետ են տեղադրել նորից պետք է վարվի թեփյուտից վարելիքի խառնուրդով այդ ժամանակ վարեն վարարանը նորից։ Շատ լավ։ Նշեցիք, որ ձեր վարժին գույքագրումները ուրեմն դուք հայտնել խոսքով բանավոր զետուցագրելի բանավոր է եղել, դու գրավոր զետուցագրել չեք ասել, շատ լավ չեմ ուզում եք պարզել։ Հիմա ես խնդրում եմ իմ հետևել հաջորդ հարցը պատասխանել։ Զորամասի հրամանատարի թիկունքի եւ կոմունաշարժման գծով տեղակալ Դորա Ավետյանը Կոմունաշարժման ծառայության պետը, անկախ ով լինելուց, Մարմեն Սարգսյանը կլիներ, կամ այլ կլիներ եւ հանրապես այցելել են ձեր կացանը թե Ուրեմն Մարմեն Սարգսյանը մեր մոտ եկել է վերջին անգամ, երբ որ դեպքից մոտ մի 10 օր 2 շաբաթ առաջ Կիրակի օրով մենք այդտեղ տեխնիկայի էինք վերանորոգում, բուլդոզերի շարժիչն էինք վերանորոգում, այդ ժամանակ է եկել։ Ինչ գործում էր Մարմեն Սարգսյանը։ Կոնկրետ ինչ առաջադրանքով էր եկել, ոնց էր եկել, բայց եկել է այդտեղ։ Եկել է, այցելել է, մտել է ներշնայել է, գիտեմ։ Կոնկրետ հարցադրումներ կան չի ուղղվել ինչ-որ բանի վերաբերյալ, բային խոսակցություններ չենք ունեցել ինչ-որ բան ունենալ չունենալու, հարցերել է ինչ է կանում, ասել են տեխնիկային սարքում, ոնց է լավ է, գտենց առօրյա խոսակցական, Գոռախիկյանը մի քանի անգամ է եկել, կոնկրետ ժամանակը հատվածները չեմ կարող հիշեմ, բայց այն ժամանակ, երբ որ վարարանը տեղադրված է եղել, հաստատ եկել է։ Եկել է վարարանը դրված ժամանակ, ինչ նպատակով է այցելել։ Այն նպատակը չեմ կարող ասեմ, ստուգման նպատակով է եկել, թե չգիտեմ մեր տունը գտնվում է ճանապարհի վրա, որ մարտական հնագետեր են բարձրանում կոնկրետ մի ուղղությամբ, չեմ կարող ասեմ կոնկրետ ինքը ինչ առաջադրանքով է եկել, բայց ժամանել են մի քանի անգամ։ Իսկ ձեր մյուս հրամանատարի տեղակալը Վազգեն Նիկողոսյանը։ Ինքը բազմից այցելել է շաբաթական ամենակիչը 3 անգամ, 4 անգամ, ժամանակայել է ամեն օրվա ռեժիմով, մեզ այցելել է։ Շատ լավ, հիմա ձեր վերադասները եկել են ներկայացել են, Գոր Ավետյանը, Վազգեն Նիկողոսյանը, Մարմեն Սարգսյանը, Արաս Սպանեն, այդ ձեր կացարանի նիստ ու կացի վերաբերյալ, որովհետև դիտարկում, դիտողություն, առարկություն, անհամաձայնություն, թողում, դժգոհություն, առաջարկություն, կամ պահանջներ կայացնել։ Կոնկրետ Մարմեն Սարգսյանի ու Գոռախիկյանի կողմից ոչ մի տենց առաջարկություններ դիտողություն չգիտեմ չի եղել։ Վազգեն Նիկողոսյանի հետ եղել է այս ձևով, որ Վազգեն Նիկողոսյանը քաջ տեղյակ է եղել, թե կենցաղային խնդիրներից, թե տեղյակ է եղել ծառայության բնույթից, թե մենք ինչ ծառայությունով ենք զբաղվում ու ինչ է անհրաժեշտ մեզ թեկուզ նյութական միջոցներից կամ թիկունքային ապահովման օգնությունից, ինքը այդ հարցերով միշտ մեզ աջակցել է, ինչ-որ օրինակ այդ էլեկտրական հաշիվչ մեքենան տեղադրելու ժամանակ Վազգեն Նիկողոսյանը մեզ ջանքեր է գործադրել, որ այդ էլեկտրական հաշիվչ մեքենան մեր մոտ տեղադրեն շրջի պեղոսանքի։ Շատ լավ։ Վազգեն Նիկողոսյանի ներգրավումը, մասնակցությունը, վերակատարությունը, ձեր կամ առնչությունը ձեր ստորաբաժանման հետ առավել ինտենսիվ է։ Առավել քաջ է տեղակել ձեր զորավարժան կացարանի կամ ձեր անձնակազմի հետ իրականացվող աշխատանքը։ Շատ լավ, շնորհակալություն։ Պարոն Մարկարյան, երբ որ դուք եկեք դեպքի վայր, ես խնդրում եմ, որ դուք այս հարցին անհետ պատասխանեք։ Դեպքի վայրից հետո ձեր դեպքի վայր ինչ-որ անձան շրջանակի կողմից կրակ մարիչներ դեպքեր են դեպքեր, եթե այո ու կողմից դեպ ինչ արում է։ Ես ուրեմն, որ հասել եմ դեպքի վայր,
մուտքի դռան մոտ երկու փոքր կրակմանիչներ են ելել, որից մեկի իշխան նշում նույնիսկ մինչև օգտագործած չէր, ես ներկա գտնվող զինծառայողներից իմ դաշտի հարցերել եմ ինչ կրակմանիչներին, իրենք պատասխանել են, որ բերել են ավտոմեքենաների մեջից, սակայն այդ գիշերվա ընթացքում ես տեսել եմ, որ տան տարբեր հատվածներում կրակմանիչներ եղել են ավելի մեծ չափերով, տեսակները չեմ կարող ասեմ, մի քանի հատ ունի 4-5 հատ այդպես կրակմանիչներ եղել են, հետո Տիգրան Ղազարյանն է ինձ պատմել, որ լսել է խոսակցություն, դե ոնց է Շիրազ Խաչատրյանը հեռախոսով խոսած է ինչ-որ մեկ հետ, ես ագնտուշի ձերների ուրա, ես վերում եմ դուք տանում եք, այդպես խոսակցություն ինքը, ես անձամբ չեմ լսել, Տիգրան Ղազարյանն է ինձ ասել, որ սենց բան այլ է, ես Տիգրան Ղազարյանից իմացել եմ, որ տես բան այլու, կրակմանիչները ես տեսել եմ տեղանքում, որ կան, նույնիսկ քննիչները երբ որ եկել էին դեպի վայրի զինվորության, այդ տուփերից մեկը, ստվարաթղթի տուփերից մեկը դեռ մնացել էր այդ մեքենաների մոտ, մեր տարածքում մեքենաների մոտ մնացել էր այդ մեր չափի երևի կրակմանիչ կլինի, դա ստվարաթղթը։ Այն նպատակը ո՞րն է։ Ես չեմ կարող ասեմ ով է բերել ու ինչ նպատակով, բայց ինչ խնդիր ա լուծվել այդ կրակմանիչները։ երևի իմիտացիաների որտեղ եղել է կրակմանիչ։ Ում կողմից։ Չեմ կարող այդ հարցը։ Դա ո՞ր նախաձեռնությունն է։ Չգիտեմ։ Բայց դուք որպես այս ստորաբաժանման հրամանատար արձանագրում եք, որ մինչև այդ դեպքը այդ կրակմանիչները դեռ չեն։ Այո, վաշտի կացրանի ներսում կրակմանիչ չի եղել։ Մեքենաների մեջ եղել է, բոլոր մեքենաների մեջ եղել է, բայց վաշտի կացանի ներսում չի եղել կրակմանիչ։ Իսկ ձեր կողմից երբևէ հարց բարձրացվել է վերադաս հրամանատարությանը, թե մեր կացանում ինչի կրակմանիչներ չկան։ Ես քիչ առաջ նշեցի այդ կրակմանիչների վերաբերել համ կրակմանիչների, համ մնացած անվտանգության համակարգերի համար, որ դիմել են տարբեր տեսակի հրամանատարների, նաև նշեմ, որ ես եթե չեմ սխալվում 22 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին իմ վաշտի ավագ Սերո Բասատրյանի հետ մեկ էլ վարորդ Տարոն Սեթրակյանի հետ չեմ սխալվում, հետ գնացել ենք Զորամասի տարածք, Սորքի ռմբակոծված Զորամասի տարածք, մենք ուզում ենք այդտեղից հակարդային բանակներ կա շտաբի մոտ տեղադրած, Զորամասում ենք մարտակների շենքերի մոտ դրած բաներից ենք ուզում բերենք, հակարդային բանակներից բերենք, բայց ռմբակոծության արդյունքում օգտագործման ենթակա ոչ մի բան չկար, դրա համար չենք բերել։ Իսկ այդ վահանակները չեն եղել։ Ոչ։ Անվտանգային։ Իրական վարորդի ընթացքում հիմնական դատարանությունների տարբեր անդին թվացուցմունքներով արձանագրել են հետևյալը, որ այդ պատմանների ճանապարհները դուրս գալու նպատակով փորձել են բացել ու կոտրել հայտնի վիշիկա, այսպես ասած, ուրեմն դրա ձողով։ Դուք ինչ կասեք դրա մասին։ Ես չգիտեմ այդ վիշիկեն որտեղից է հայտնվել, մենք այդ լիքը լինք ենք ունեցել, որը որ անձամբ մեր վաշտի կողմից օգտագործվել է համարյա ամենօրյա ռեժիմով, կոնկրետ այն դեպքում, երբ որ մենք կառուցել ենք քարեր, կացարաններ մարտական տնակետերում կամ քարաթեթ երկաթնակներ ենք կառուցել, լինքերը մեր կողմից օգտագործվել է ու չեմ կարծում, որ այդ կեռաձողը այդքան ամուրն էր, որ կարողանար այդ բանը բացեր, ճավաբանդակները կարողանար բացեր։ Ես այդ հաստ եմ տալիս, ասենք, եթե այդ լինքը եղել է, որ կարող է մի քանի եկել զմբի կառուցված է կամ ձերքողական լինք։ Տեխնիկական բանութերի չեմ կլատեմ, բայց ինքը հաստ մի 24-26 միլիմետր դրանաչափով Իսկ այդ որտեղ է գտնվում։ Հայաստանում շենքի որտեղ որ գործիքներն են մեր արգելքներն են շենքի կողքի Հայաստանում շուլանում են ասած։ Որտեղ ինչ-որ սիկոտի մարդեր, որոնք իրենց տանպավ, իրենց օգնել են, որ կարուշը ուժի ուժ կանեն խաղացնի։ Ասենք դա համակարգը որն է, որ լինքը ձեր բարեբասած պատի թողեն, ինչ-որ վիշիկով փորձեն այդ հաստ ճանապարհները հանեն, Ես չգիտեմ այդ կեռա այդ վիշիկեն որտեղից է հայտնվել կամ այդ վիշիկեն ով է ասել որ այդ ինձ վիշիկա է չեմ կարող ասեմ, բայց դա մենք լինք շատ ենք ունեցել։ Այսինքն եթե դուք ներկայացեք ոթեցի, դուք ոչ թե ձեր բարերով կամ այդ քրական բարերով այդպես ցուցում տվական բարերով, ոչ թե վիշիկով, վիշիկե ձով փորձեք առավել
Ամենաբեկ գործիքով չէ, գործել դուծել եք հարցը։ Պարոն Մարկելյան, ընդհանրապես այդ 5 լիտր բենզինով տարան, հետուց և բենզինը փորձ արվել բենզինով երեշների և այդ մարդկանց փորձ արվել բենզինով բավարարան։ Ես նապես տրամաբանական շտան կառուցենք էլի, դա ենթադրենք հենց ըստ մտադրություն են ունեցել վառարանը 5 լիտր տարայով բենզինով վառվում։ Այդ 5 լիտր տարան պետք կացարան բերելու նպատակը որն է։ Այնտեղ բաժակ չկան կամ չգիտեմ ինչ չկա, պետք է անպայման այդ 5 լիտր բերեին, ասենք Ես չեմ կարող ասեմ կոնկրետ չկա, օրինակ եթե Եղիշե Հակոբյանն է բերել այդ բենզինը կացարան կոնկրետ բերել է ինքը ինչ նպատակով է բերել է վառարանը վառելով հենց այդ 5 լիտրը լցել է հարցերն երևի ինքը Իսկ նաև այս հարցին այդ է վերաբերում ասենք այդ բենզինը օգտագործելու համար կարգ չէր սահմանված այդ բենզինը ասենք ով ցանկանա կարող է վերցնել ոչ այդ մենք շինության առումով Պարտվարժան դատարանը համապատասխան տեղ չենք ունեցել, որ քարտի պահենք, բայց տեղ Առիթը դուրս պետք է գրվի, պետք է դրա ծախսը ցույց տրվի, չէ՞ այնպես ով ուզենար կարող է բենզինը կամ դիզվառելիքը վերցնել տանել։ Ոչ, Պարտվարժան դատարան տեղ հատկացված եղել դիզվառելիքի, յուղի, բենզինի, ՎՔՆ-ի նյութերի համար հատկացված ավտոավակակայանը, որտեղ որ մեքենաները կայացնում են, դա տեղ է եղել, ու ոչ մեկ իրավունք չի ունեցել վերցնելու։ Հասկանալի է, այդ ձեր նշած այդ տեղից, որ ասում ես տեղ է եղել, այդ տեղից այդ վառելիքը դուրս բերելու համար, հենց այնպես ցանկացած զինծառայող կարող է կոչել, բա ո՞նց է եղել, որ Եղիշեն ուներ այդպիսի իրավունք։ Վերցնելու իրավունք չէ, բայց եթե ինքը որ ասենք օրինակ տեխնիկան գնա շահագործման ու բենզին անհրաժեշտներ, ինքը իրավունք ուներ տալ, ինձ ասել որ սիշ տեխնիկային տվել եմ ես բենզինի, ես գերարումը կատարի, բայց վեկալեր տանել օրինակ լցնել վառարանի վրա, այդ իրավունքը չուներ ոչ մեկ։ Եթե որևէ մեկը ձեր ասած տարբերակով օգտագործում էր, ձեզ էլ ասում էր, բայց դուք չգիտեիք որ այդ օգտագործել է նշանակի նպատակային նշանակությամբ թե չէ։ Ես գիտեի տեխնիկաներով, որը որտեղ ու երբ աշխատում Պատվարժան դատարանը ոչ չկար ասել տեխնիկան աշխատում, բայց իրականում չաշխատել։ Լավ, շարունակ։ Դա այդ հարցերը այլ անձանց հետ քննարկվել է, բայց ես քանի որ հարգարժան Պատվարժան դատարանը այդ ուղղությամբ տրվեց, ես շարունակեմ այդ ուղղությամբ։ Նախկինում երբևէ տարաներով պլաստմասա է ձեր ստորաբաժանում բենզին մատակար, դա թե Միշտ։ Միշտ։ Այդ 5 լիտրանոց բենզիներով են տեղել։ Այո, 5 լիտրանոց տարաներով ստացել են բենզին։ Ով է բերում, ով է ընդունում։ Ես եմ գնացել ստանալու օրինակ վարորդներից մեկի հետ կամ անձնակազմից երկու հոգու հետ այնպես ստացել եմ, ապրանքագիրը ստորագրել եմ, աշխատել եմ, բերել եմ, տեղադրել եմ, հետո բաշխել եմ կամ 5 լիտր տարել բենզին։ Այդ ջրի տարելով։ Այո։ Պարոն Մարկելյան, կոչվում կապիտան։ Ընդհանրապես դուք քիչ առաջ իմ հարցերին պատասխանելիս ասում եք, որ ես շաբաթական 3-4 անգամ իմ անձնակազմին հրահանգավորել եմ, որ անվտանգության կանոնների ու հատկապես հրդեհային անվտանգության։ Իսկ ձեր որևէ մեկը հրահանգավորել է, չէր ասել, որ տղաջան, ձեզ ջրի շշով տարել չի կարելի մշտապես պարբերաբար բենզին տեղափոխել են վաշտի հրամանատար։ Ձեզ որևէ մեկը այդպես հրահանգավորել տվել է, որտեղ ես հիմա չեմ հիշում, բայց գործի քննության ընթացքում ունեն ձայնագրությունները հստակ արձանագրվել է, որ նման կարգ չէ կարող լինել, նման ընթացակարգ, ասենք նման տարաներով բենզինի տեղափոխում, ընդունում, հանձնում, պահպանում չէր կարող լինել, այնուհետև ձեզ ով է հրահանգավորել կամ չհրահանգավորել։ Կոնկրետ վառելիքը բենզինը 5 լիտրանոց տարաներով ստանալու կամ չստանալու վերաբերյալ կոնկրետ ինձ ոչ մեկ չի հրահանգավորել ու նյութական այլ միջոց չի եղել այդ բենզինները այդ ուրիշ բանով ստանալու համար։ Մենք ունեցել ենք միայն 2 լիտրանոց տարաներ, որոնք նախատեսված են եղել դիզվառելիքի համար։ Դիզվառելիքը քանակով շատ է, դիզվառելիքի համար այդ 2 լիտրանոց տարաները համապատասխանում են դրանց ստացել։ Ես ուզում եմ այդ պրոցեսը նկարագրել կատարել հասկանալ։ Դուք գնացել եք դատարկ տարաներով, ջրի տարաները տարել եք, համապատասխան այդ վառելիքը քսուկային բազ է,
ձեր ծառայության պետը կամ աշխատակիցը, ձեզ այդ լիցքավորել են, լցել են այդ տարաները, դուք դրել եք ձեր ազնական կամ ծառայական մեքենայի բեռնախցիկը ու բերել եք, ինչ եք արել։ Բերել եք կամ միանգամից այդ օրը ինչ անհրաժեշտ է եղել տեխնիկաներին, բաշխել եք տեխնիկաները գնացել են աշխատելու որոշ մասը բայր են հաջորդ օրերի համար, կամ այդտեղից ձեր նկարագրած եղանակով գնացել ենք դատարկ տարաներով, դուք նպայաստի ստացել ենք բենզինը դիզ վառելիքը, բենզինը գցվել է 5 լիտրանոց տարաների մեջ, ու մնացածն էլ այդպես բերել։ Պարոն Մարտիրոսյան, որ ձեր վառելիքը ցուցեն բազաներում են, սիստեմները կապարակնքված են։ Պահպանման վայրերը, չգիտեմ, որտեղից որ բենզինը ստանում եք, ինչ վիճակ։ Դե ով ասես կարա բենզին ստանա, բացի։ Շուն, դե պահեստապետը, պահեստապետը չէ, երկուզենալ չի կարող բենզին դստի կամ ուտի հայտ ձևակերպված լինի, ուտի թուրքնքացում լինի ճիշտ, ես իշխան գիտեմ, այդտեղ կապարակնքվում են սիստերները կամ չգիտեմ, պահպանման հատուկ կարգ կորությունը։ Ես էլ ասում եմ, եթե դուք ձեր զինվորական կացարանում եք դիզ վառելիքի բենզինի պահպանման կարգ լիներ, 5 հատ եղիք չէ 40-ը չգիտեմ ով ուզում է լինել, հասանելիություն չէ ունենա այդ բենզինի օգտագործման ու կիրառմանը։ Ձեզ հարց եմ տալիս, այդ բենզինը, որ դուք ձեր անձնական մեքենայով բերել եք, դրել եք, այդտեղ ուր եք դրել, ում եք պահտվել, ինչ կարգով է այդ բենզինը պահպանվել։ Բենզինի ու ընդհանրապես բոլոր նյութական միջոցների պահպանությունը եղել է վերակարգի վրա, այդ դրսում գտնվող պարեկը ու պարեկները ու հերթապան վերահսկել են բոլոր նյութական միջոցների, այդ թվում նաև դիզվառելիքի ու բենզինի պահպանությունը, որ այդ նյութական միջոցների ոչ մեկ ձեռք չտա։ Շատ լավ, չէ, ես միայն արձանագրեք ինչ որտեղ է պահվել, ասենք բացօթյա պահվել է առանց այդ ինչ-որ փակ տարածության։ Հա, մենք այդ հնարավորությունը չենք ունեցել փակ պահել։ Տեղը նշվել, իմ կողմից տեղը հատկացվել ավտոավտոկայանի անկյունում, որ գոնել է դες մի կողմը պատ ունեինք ընդեղից մարդ չէր կարող բարձրանալ sense թեքությունը շատ էր, անկյունը նշվել է դիզվառել նյութական միջոցների պահպանման տեղ, այդ մեջ տակառները 2 լիտրանոց բենզինները յուղը տեղապահվել։ Շատ լավ, ու դրա պատասխանատունը եղել է վերակարգը։ Պահպանության պատասխանատունը եղել է վերակարգը։ Այսինքն եթե ես ուզենայի գնալ կամ որևէ այլ զինծառայող գնալ, որ ուզենալ այդ տարան վերցնել բենզինով վերակարգի ինչ պետք է։ Ինչ պետք է թույլ տար։ Այսինքն որևէ մեկը այդտեղ չէ կարող առանց վերակարգի թույլտվության այդ տարաները օգտագործել։ Այո։ Շատ լավ։ Դե հարցը ինձ է, բա ո՞նց է ողի շեն օգտագործել։ Ես չեմ կարող ասեմ պատվաշան դատարան կոնկրետ այդ պահին ոնց է եղել, բայց ես դեպքի վայր երբ որ հասել եմ, այնտեղ ներկա գտնված զինծառայողներից հարցել եմ, թե դեպքը ոնց է ունեցել։ Որ այս դեպքը չլիներ, այս դեպքը թող չլիներ, տարածված։ Այն միսօր առավոտյան գալիս էի ու այդ բենզինը օգտագործել է, չէ՞, շրջորը եկշեն հիմա բերել էր այդ բենզինը օգտագործել էր։ Ոնց է իմանում, որտեղ են օգտագործել, ինչ են արել։ Եթե պես գալիս եմ ստուգում եմ տենում եմ ինչ-որ տարա պակասում է, վերթապակ դի պատասխան այդ տարան ուրա ոնց է խիա պակասը ով է վերցրել ինչ է եղել։ Դom շարունակի։ Ախր այդ բենզինի օգտագործումը դուք եք ասում նախատեսված եղել ինչ-որ գործառույթների համար։ Այդ բենզինը չէր կարող, ասենք այլ անձանց կողմից օգտագործվել իրենց պատկերացումների համապատասխան։ Այսինքն, բայց ձեր շատ կարևոր բան ասել եք, դուք մշտապես այդ բենզինները բերել եք այդտեղ, այդ բացօթյա տեղավորել եք այդտեղ, ես այդ արձանագրեցի, շատ լավ։ Ուրեմն ես իմացել եմ, որ հակահարդային ծառայության պետ եղել է Մարլեն Սարգսյանը դեպքից հետո, մինչև այդ կոնկրետ Մարլեն Սարգսյանի հետ հակահարդային անվտանգության միջոցների կամ չգիտեմ հակահարդային անվտանգության հետ կապված ընդհանրապես ես առնչություն Մարլեն Սարգսյանի հետ չեմ ունեցել, չեմ իմացել որ ինքն էր։ Իսկ դուք առասարակ հակահարդային համակարգի որոնք են կապված ունեն Աղեկյանի հետ։ Աղեկյանի հետ ինչ ամուսուն են ունեցել, ինչ խնդիր եք հնարվել։ Վերակմարիչներ տրամադրելու վերաբերյալ
մի քիչ առաջ նշեցի, ցուցմունքով ևս նշել եմ, որ Գորարակյանին անձամբ ասել եմ, որ մեզ հակահարդային միջոցներ են անհրաժեշտ, որ նաև ներկայանալել Տիգրան Ղազարյանի խոսակցությանը, որ Տիգրան Ղազարյանն Գորարակյանից հակահարդային միջոցներ էր։ Երբ եք ուզել։ Իմ խոսակցությունը, եթե չեմ սխալվում, եղել է 22 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երկրորդ գումարտակի համար բան էինք սարքում, ավտոկառունկով աշխատանքներ էինք իրականացնում, այդ ժամանակ ա եղել։ Եկեք արձանագրել ենք հետևյալը։ Հիմա երբ որ դուք ֆիքսում եք 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսը, ես անմիջապես նկատել եմ, որ այդ զորամասը, այդ ստորաբաժանման հրամանատար եղել եք դրանից 1 տարի առաջ, 2021 թվականի հունիս ամսին։ Եվ դուք 1 տարի ձեր բարերով եմ ասում, այդ ուղղությամբ առնվազն է դրսևորել եք բացարձակ անմոռացություն։ Հետո, դա դիմեցիք Արաքյան, ինչ ասեց։ Ասեց, որ այսպես չունենք հակահարդային միջոցներ, ունեցածն տրամադրում ենք մարդկական հնագետերին, երբ որ լինի կստանանք կզանգին կտանանք։ Այսինքն դիմել եք Արաքյանին, ասել եք։ Այդ խոսակցությանը ներկա եղել Բարքայավաց Սերո Բասատրյանը։ Լավ, կներեք բանորյան, այդ հարցին ա վերաբերիչ էլի։ Այդ դուք քիչ առաջ ձեր ցուցմունքում նշեցիք, որ հակահարդեհայի վահանակ ձեռք բերելու համար գնացել եք ռմբակոծված զորամաս, չէ՞։ Լավ, դուք զգում եք, որ դրա կարիք այդպիսի անհրաժեշտ է, որ նույնիսկ ձեր միջոցով ցանկանում եք այդ հատ ձեռք բերեք։ Այո։ Հա։ Այո։ Լավ, եթե այդ զգում եք, որ այդ աշճանի դրա կահավորումը այդ հակահարդեհային վահանակի անհրաժեշտ է, այդ կարգի անհրաժեշտ է, եթե բանավորել դիմում եք, դուք իրավասություն չունեիք զորամասի հրամանատարին դիմելու, կորպուսի հրամանատարին, տոշտաբի պետին, նախարարին չի կարա արգելված էր օրենքը։ Պատվարժան դատարան, եթե ես տեղեկություն ունենայի, որ այդ նյութական միջոցները կան, բայց մեզ չեն տալի, հաստատ զեկուցագրով համ զորամասի հրամանատարին կդիմեի, համ էլ չգիտեմ, որ եթե այդ հարցը չլուծել, ուրիշ պաշտոնատար ասել, բայց ինձ ասել են, որ չկա, ոչ միայն ինձ են ասել, որ չկա։ Ասել են նաև այդ եմ ասում, այսինքն դու ձեր եթե դուք նույնիսկ գնացել եք ռմբակոծված զորամաս ու փորձել եք ինտեգրել ձեռք բերել, դուք զգացել եք, որ անհրաժեշտություն է, չէ՞, դիմեք անհրաժեշտություն է։ Դիմեք ավելի բարձր։ Այդ հրամանատարների։ Պատվարժան դատարան նույն ձև այդ հակահարդային միջոցների համար մինչև Գշոպետի տեղակալի դիմել ենք կոնկրետ բանը մեր զորամասի, մեր ստորաբաժանման կացարան այցելու ժամանակ ինժեներական զորքերի վարչության պետին ենք դիմել։ Ինքը եկել է տեղում տեսել է, որ չկա այդ պայմաններ, ասել են, որ չկա, ասենք զեկուցագիրներ բանի գործի քննության նյութերի մեջ կա, որ մինչև Գշոպետին զեկուցել է, որ չկա այդ հակահարդային միջոցը։ Կոնկրետ իմ միջոցով չի հասել զեկուցագիրը, բայց քրեական գործերի նյութերի մեջ կացած է, որ հասել է այդ զեկուցագիրը, որ հակահարդային միջոց չկա։ Հիմա որ հասել է չկա ու դեպքից մի ամիս կես առաջ է հասել, եթե ելնելուներ կլներ։ Եթե տրամադրելու ունենք, տրամադրենք։ Մինչև դեպքը, մինչև նոր տարի Գշոպետին հասանելի է, որ չկա այդ կոնկրետ ու գրածա զեկուցագրի մեջ, որ կոնկրետ 75-937 զորամասի տեղակայման վայրերում անհրաժեշտ է հակահարդային միջոցների համալրումը կամ չգիտեմ կոնկրետ բառացի չեմ կարծի, բայց գիտեմ որ հակահարդային միջոցներ չկան, ասենք Գշոպետին կոնկրետ այդ կետը զեկուցված է, ասենք ես չեմ գրել զեկուցագիրը, ինչ-որ X մարդ է գրել, իր ուղարկած հանձնաժողովն է գրել ներկայացրել, բայց ներկայացրած է եղել։ Լավ, շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, իհարկե դուք եք որոշում ձեր խոսքի կառուցվածքը, թե հավաքս ինչպես հանդիպել դատարանում, բայց այնուամենայնիվ ես խնդրում եմ ասեք։ Ես ուզում եմ, որ ձեզ հավատան համար պետք է ծանրակշիռ փաստարկ ունենալ։ Հիմա դուք ուզում եք մեզ համոզել, որ դուք տարուկես եկել եք մինչև դեպքը ստորաբաժանման հրամանատարը ու գրավոր զեկուցակիր չեք ներկայացրել։ Դուք կարող եք մեզ ասել, դուք ընդհանրապես գրավոր որևէ բան գրել եք այդտեղ թե չէ։ Նյութական միջոց ստանալու համար ոչ։ Նյութական միջոց ստանալու համար ոչ։ Իսկ ինչ բնույթի զեկուցակիրներ եք դուք գրել։ Գրել եք զեկուցակիր անձնակազմին խրախուսելու համար, չգիտեմ, կատարված աշխատանքների համար, նյութական միջոցները կոնկրետ sense ասած, պլանային աշխատանք է, որ այս աշխատանքը իրականացվի, պլանային աշխատանքների հիման վրա նյութական միջոցը հասել է զորամաս, նյութական միջոցը տրվել է այն վարդի։
Ես կոնկրետ նյութական միջոց ստանալու համար ոչ մի զեկուցակից չեմ գրել, որովհետև այդ աշխատանքները նախատեսած է պլանային կամ արտապլանային միջոցառումների պլանով, նախապես հաստատված տարածքին հաստատված։ Նյութական միջոցները, ինչը որ օրինակ ականորսի չէ կամ չգիտեմ կամ ինչ-որ լյուբոյ ուրիշ այլ նյութական միջոց։ Ինժեներասակավրային բաժնի համար ինչը որ հատկացված պետք է լինի, նախարարի իր նման գոյություն ունի, որ ըստ որի ինժեներասակավրային բաժին հասնում է ցանկացած նյութական միջոցից քանակը այսքան, տեսակը այսրանից։ Այդ ամեն ինչը ըստ ծառայությունների պետք է հասնելուց, ինչը որ չգիտեմ, օրինակ ՀՍ ծառայությունը փոփոխություններ ել կոնկրետ փամփուշտների վերաբերյալ, թե լուսասող փամփուշտ յուրաքանչյուր զինծառայող քանիակ պետք է ունենա սովորական փամփուշտ քանիակ ունենա, ինձ ՀՍ ծառայության պետք է զանգալի, ասելա քո մոտից այսքան փոփոխություն ա եղել, այսքան բեր հետանձնի, այսքան կստանաս։ Բաժանորդական դիտակ ես կապակցությամբ կան շահագործում։ Արդեն թող պատասխանի։ Պատասխանեցի։ Բաժանորդական արգելի պարոն Նորիկյան, բազմիցս տարբեր առիթներով մենք բարձրացնել ենք, որ ուսումնասիրել են քրեական գործում առկա բոլոր փաստաթղթային հիմքերը, կատարել են որոշակի եզրահանգումներ, որոնց հիման վրա պաշտոնապես հայտարարում են։ Պարզվել է հետևյալը, որ տվյալ զորամասում հակահրթիռային միջոցներ հատկացնելու, այդ թվում կրակնարիչներ հատկացնելու համար որևիցե ստորաբաժանում զեկուցագիր չի գրել։ Գրվել է ընդամենը 3 զեկուցագիր, որոնց իսկությունը որոշակի կասկած հարուցում են առումով, որ դրանք ներկայացվել են քննիչին զուտ արձանագրելու համար այն փաստը, որ բացառությամբ ինժեներասակավրային բաժնի մյուս բոլոր ստորաբաժանումները զորամասի ապահովված են եղել հակահրթիռային միջոցներով։ Եվ նորից եմ ասում, բազմաթիվ անգամ տարբեր առիթներով մենք հիմնավորել ենք ու հայտարարել ենք եւ քրեական վարույթներ նախաձեռնել այդ կապակցությամբ, որ դեպքից անմիջապես հետո Գոյանը երևի դեպքից անմիջապես եզրափակիչ ելույթներում ավելի ճիշտ է։ Այս մասին հանդես գա հիմա հարցը, այդ հարցին առարկել իրավունք ունեք, բայց դուք դրա մասին արդեն ձեր եզրափակիչ ելույթներում կներկայացնեք։ Մասնագիտությամբ իրավաբան չունի համապատասխան որակավորում եւ փորձառություն։ Եվ անընդհատ լավ այնպեսի չէ, որ ձեր Պաշտպանյանի այնպեսի հարցեր իրավաբանի գիտելիքներն են լավ, դերեք լավ, շարունակեք, նստեք։ Հատկացույց արեք երբեք զեկուցագիր, որ գրվել է հակահրթիռային միջոց հատկացնելու համար, դες բան չի արել։ Շարունակեք։ Գորյանի վրթովունքը հասկանալի է, բայց ես բարեկամաբար որդորում եմ փոխել տոն։ Հիմա շարունակենք, դուք քիչ առաջ հատարանի հայտնեցիք, որ դուք ինքներդ եք գնացել տարաներով պարբերաբար բենզինների։ Այդ բենզին բերելու պրոցեսը, նրանք խնդրում են հայտի ձևակերպման պրոցեսը ձեր պաշտպան հիմա ինորողոն աշխարհի ասում զեկուցակիր չի եղել, դուք չի եղել, գիրու բերականություն չի եղել։ Դուք ասեք զանգել եք եսելի պետին, ասել եք աղբեր մի 4 բան, տարա բանալ եք։ Այդ պրոցեսը մի հատ բացատրեք, դուք եք հասկանա։ Նյութական միջոց է եղել բենզինը, ոչ։ Մեր նյութական միջոցը ստանալու համար ձեր կոնկրետ գործողությունը ո՞րն է եղել։ Ես ասեմ, ուրեմն Այդ ալբերական ընկալումներից ծանոթ եք, ես ամեն ինչը սրա հետևանք կա, դուք ինձ ասել, դուք ստորաբաժանման հրամանատար եք եղել, վարչի հրամանատար, դուք սպա եք եղել, զինծառայող, դուք պարտավոր եք գրավոր ձևակերպել ձեր բոլոր գործողությունները, թե ֆորմալ առումով դուք ունեք բանավոր հրահանգներ տալու կամ բանավոր ինչ-որ զեկույցներ ներկայացնելու, բայց նյութական միջոցների ստացման, պահպանման, դրա ցանկությամբ ապահովման առումով նույնիսկ էլեմենտար բանում ասում դրանց հաշվառման տեսանկյունից դուք պարտավոր եք դրա գրականությունը ձևակերպել։ Սա պարզ էլեմենտար ուրեմն տրամաբանություն է, բայց բոլոր դեպքերում ձեր խոսքին կան։ Հիմա դուք ընդունում եք, ասում եք, որ դուք եք այդ բենզիններով տարաները բերել։ Խնդրում եմ դուք ասեք, դուք ո՞նց եք ձևակերպել ձեր հայտը, էլի բանավոր։ Ոչ, ուրեմն պատվարժան դատարան
զորամասում գալիս է երկու տեսակի վառելիք, ընթացիկ մեկ է ինժեներական վառելիք։ Ինժեներական վառելիքը տարվա սկզբին ըստ պլանային ու արտապլանային աշխատանքների պլանի հաշվում է, թե ինժեներական ինժեներասակրավորային վարժտին, քանի որ տեխնիկաները ինժեներական տեխնիկաների ինժեներասակրավորային վարժտին հաշվում է վառելիք ըստ պլանավորված կատարված աշխատանքների։ Այդ վառելիքը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով զորամասա գալի այդ վառելիքը, քանի որ մենք չունենք համապատասխան տեխնիկական միջոցներ այդ վառելիքը կենտրոնական պահեստների ստանալու։ Այդ եմ ասում, այդ տարվա սկզբին, ճիշտ տարին սկսելուց առաջ պլանավորվում է նախատեսվում է X քանակությամբ ռիզ վառելիք յուրաքանչյուր ամսվա համար բաժանված։ Ամեն ամիս ՎՔՆ ծառայությունը իր նյութական տեխնիկաներով գնում է կենտրոնական պահեստներից, ստանում է այդ վառելիքը, բերում է զորամաս, օրինակ այդ ամիս ինժեներասակրավորային վարժտին կամ ինժեներական ծառայությունը հասնում է 2 տոննա դիզել վառելիք, 500 լիտր բենզին։ Ինժեներասակրավորային վարժտը ոչ մեկին զեկուցակիր չի գրում իր վառելիքը կամ ինժեներական ծառայությունը ոչ մեկին զեկուցակիր չի գրում իր վառելիքը ստանալու համար։ Ուղղակի որ մենք այդ նյութական միջոցը չունենք, տեխնիկական միջոցը չունենք մեր վառելիքը զորամաս հասցնելու, այդ անում է ՎՔՆ ծառայությունը։ Բացի այդ, յուրաքանչյուր ամսվա աշխատանքներ իրականացնելու համար զորամասի հրամանատարի կողմից արձակվում է գրավոր հրաման, ըստ որի ինժեներասակրավորային վարժտը ըստ այդ հրամանի գնում է իր վառելիքը ստանում է։ Այդ հրամանի մեջ գրած է, որ դիզ վառելիքը այդ ամսվա ստանա, օրինակ ինժեներասակրավորային վարժտը ՎՔՆ ծառայությունից ու գնում դրա հիման վրա ստանում է։ Այդ էլ թղթային հիմքն է մեր վառելիքը ՎՔՆ ծառայությունից ստանալու համար։ Մենք թիկունքի վառելիքը չենք ստանում մեր համար, ինժեներական աշխատանքն իրականացնելու համար կենտրոնական պահեստից առանձին ինժեներական վառելիք է արտադրում։ Պարոն Մարգարյան, դուք դեպքի հաջորդ օրեր եք դեպքի վայրում կամ դրանում հաջորդ օրերից։ Այո։ Մասնավորեցիք, եթե հնարավոր է, որ օրեր։ Ուրեմն ամսի 19-ի արդեն հանրապետության երբ որ քննիչները եկել են դեպքի վայրի զննության, ես էլ վերադարձել եմ Մարտունու դիահերձարանից, այդ ժամանակ գտնվել եմ այդտեղ, մինչև մոտավորապես ժամը 12-ը, քննիչների պահանջով ցույց ենք տվել, թե կոնկրետ որ նյութական միջոցը որտեղ է անձնակազմի մարզչականները ինչ ձևով են դասավորված եղել, որտեղ են դասավորված եղել, կատարվել է դեպքի վայրի զննությունը, եթե չեմ հիշում, մոտավորապես ժամը 12-ի 12:30-ի սահմաններում տեղից քննիչների հետ շարժվել ենք դեպի Վարդենիսի ռազմական ոստիկանություն, այնտեղ իրականացվել է արձակնությունները։ Ու երևի իշքան մեկ էլ որ իշքան հաջորդ ամսի 20-ին արդեն, քանի որ ինձ պաշտոնից արձակելու հրամանները արդեն ուղի մեջ էր, ես մնացած նյութական միջոցները հանձնել եմ այդտեղից դուրս ենք բերել պահեստներից հաշվել ենք ինչ ամենացել, հանձնել եմ վարժտի հավաքին ու գնացել եմ, որովհետև չեմ գնացել։ Այդ է կողմը, անցի 15-ը։ Այն, ինչու է ես հարցը տվեցի, խնդրեմ ու եթե հնարավոր է դատարանին հայտնեք ինտեգրալի մասին։ Դուք այդ տարածում դեպքից եք հաջորդ օրը որևէ, որովհետև օրինակ Երևան, հանգամանք, որտեղ տեսեք զոհված ինձանողների, ծնողներից տեղեկություններ են հաղորդել կամ հրապարակվել քրեական վարքի շրջանակներում են այդ մասին խոսվել է, որ դեռ արկի կամ կտոր է եղել կամ այլ զենքի զինանոթերքի մասեր է, պարկուշտեր են եղել կամ չգիտեմ, դուք կամ պայթունի հետ կամ որևէ այլ մեր քրեական վարքի հետաքրքրող, ուրեմն ինչ կարող եք ասել այս առումով։ Այդ երկու օրը, որ ես գտնվել եմ դեպքի վայրում, դեպքի զննության ժամանակ էլ կոնկրետ այդ հայտնաբերած կտորը ես նկարով տեսել եմ, բայց ես այնտեղ անձամբ չեմ տեսել, չգիտեմ որտեղ է հանգարցել ու ոնց է հայտնաբերել։ Նկարը տեսել եմ ինչի մասին է խոսքը, բայց չեմ տեսել այդ ես դեպքի վայրի ոչ զննության ժամանակ ոչ էլ հաշտով։ Չեք տեսել, ոչ։ Իսկ մոտավորապես ձեզ համար այդ լուսանկարի ձեր ստացած տպավորությունը դա ինչ է։ Չեմ կարող կոնկրետ հիշով բան ասել։ Այն ինժեներական ծառայության պետը ձեզանից առաջ
նախորդ արտականիստերում ուսուցմունք էր տալիս եւ իմ հարցերի պատասխանելիս մի քանի անգամ որում Խոստովանեց, ոչ թե խոստովանեց, այդ մարդկանցները ներկայացրեց, որ շուրջ 1 տարուց ավելի իրենք են վճարել, դուք եք վճարել այդ տարածքի էլեկտրաէներգիայի ուրեմն վճարը դեր սեփական միջոցներից են։ Ինչ կասեք այս մասին։ Ճիշտ է ասում, համաձայն եմ ասած, մենք ենք վճարել։ Ինչն եք վճարել։ Էլեկտրոսակի ծախսի գումարը, ինչը որ ծախսվել է մինչև էլեկտրական հաշիվ տեղադրելու ժամանակ, մինչև այդ ժամանակ ինչ լոսանքի ծախսերել է մենք ենք վճարել։ Այլեն որ խնդրեմ ժամանակը գրական առումով կհայտեք դատարանը, դա երբ եք սկսել վճարել։ Դե մայիսից 21 թվականի մայիսից որքանիշում մայիսի վերջերից տեղափոխվել ենք այդ բնակարան, այդ ժամանակվանից վճարել ենք, եթե չեն սխալվում հաջորդ տարի մինչև մայիս, հունիս ամիսները, դες մինչև հաշվի չտեղադրել ովքեր չեմ հիշում թե երբ եք տեղադրել։ Մայիս հաջորդ տարի մի տարի մոտավորապես մենք ենք վճարել։ Ինչքան եք վճարել իրական։ Անվարման ամիսներին դες չեմ հիշում 10,000, 15,000 կամ այդ կարգի, բայց ձմեռային ամիսներին շատ 40,000, 50,000, ցուրտ ամիսներին 60,000։ Ովքեր եք վճարել։ Ես Տիգրան Ղազարյանն եմ հիմնականում, մեկ էլ հիմնականում ես Տիգրան Ղազարյանն եմ։ Այնչով Երիշի Հակոբյանը համայնք սպաները չեն մահ։ Երիշի Հակոբյանը ժամանակը չծավալ։ Չէ, իր ծավալության։ Այդ ժամանակը Երիշի Հակոբյանը ծավալել է ժամանակ արդեն հաշիվը տեղադրած է։ Հաշիվը տեղադրած է։ Այսինքն այդ 1 տարի ժամանակահատվածում դուք եւ ծավալության պետք է վճարել։ Դրա մասին ով գիտեր։ Ոնց ասեմ, պարոն Նորիկյան, երևի տես մարդ չկա, որ չգիտեր, որ մենք ենք վճարում, Զորամասի հրամանատարը, տես մարդ չկա, որ չգիտեր։ Այսինքն Զորամասի հրամանատարությունը գիտեր, որ դու եւ ինժեներական ծառայության պետը Տիգրան Ղազարյանի հետ միասին օգնում եք այդ կացարանի էլեկտրաէներգիայի վճարները վճարում։ Պետք է մնա չի, որ մենակ մենք ենք արել, հիմնականում ով տեստաներում մնացել է, սա էլ եղել է։ Մնա չի, որ մենակ Ուրիշ վճարներ եք արել։ Մենակ հոսանքի վճարն ենք արել, որտեղ ես բային հստակ հիշում եմ, ասենք անհրաժեշտություն էլ ինչ-որ մի բան առնելու, մենք ենք առել, ծնողներն են առել, տենց չգիտեմ։ Հնարավոր է, որ զինծառայողներն են մասնակցել այդ էլեկտրաէներգիայի։ Չէ, այսինքն դուք դրամաբար չեք արել սպանել, մենք մասնակցել։ Շատ լավ, որ խնդրեմ կասեք այդ ժամանակահատվածում, երբ որ դուք հանդիսացել եք այդ ստորաբաժանման հրամանատարը եւ էլեկտրաէներգիայի վարձավճարն եք վճարել։ Ձեր աշխատավարձը որքան է կազմում։ Մոտ 320,000։ Ստացել եք մահով, այնքան ստացել։ Իսկ յուրաքանչյուրին 20-30,000 դրամ ձմռան ամիսներին ձեր գրպանից դուք ազգայնամիջոցների կարգացրել եք, բայց չեք բարձրացրել նման հարց, ինչքան պետք է շարունակել անում եք, ամիջով դուք ունեցել եք նման պարտավորություն։ Ոչ նման պարտավորություն չեմ ունեցել, բայց այդ ստեղծված իրավիճակում ուրիշ հնարավորություն չկար, հետո որ առաջ եկավ են հաստը, որ մենք նախարարությունը կարում է հաշվիչ տեղադրել իրանք անեն, այդ գործընթացը իրականացվելով այդ հաշվիչը տեղադրել է, մինչև վճարել ենք, մինչև այդ հաշվիչի տեղադրումը վճարել ենք։ Իսկ դες ով ասել, որ դուք եք վճարել։ Ոչ ոք չի ասել, հոսանք անջատում ենք, ստիպված վճարում ենք, որ հոսանք։ Այսինքն որ չվճարեք, անջատել եք հոսանքը։ Մի տարիքից մի միջամտեք տարիքից, դատարանը մի պատասխան։ Որը դեպքում անդրադառնում ենք այդ հարցին, եթե չվճարեք անջատել եք, դուք որևէ մեկին պետք է դիմեք Զորամասի, որ մեր լույսերը անջատել են, ժողովուրդ սա ռազմավարական, չգիտեմ, կարևորագույն, ուրեմն տեղում դիրքում ենք դեպքում եւ շատ կարևորագույն առաքելություն ունենք։ Դուք ձեր ստորաբաժանման առաքելությունը շատ բացառիկ է եղել։ Պարոն Նորիկյան, ուրեմն որ հոսանքը մենք ենք վճարում, նոր ասացի դրա մասին բոլորը գիտեին։ Այն ժամանակ, երբ որ իհայտ եկավ այդ մենք իմացանք, որ կա այդպես հնարավորություն, որ էլեկտրական հաշվիչ տեղադրելուց հետո պետք է կառավարությունը էդի այդ վճարը մուծի, մենք կազմակերպել, ինչքան նշում Գորաղիկյանն էլ նոր էր նշանակվել պաշտոնի, այդ ժամանակը տեղադրվել այդ էլեկտրական հաշվիչը։ Պարոն Մարկյան, ընդհանրապես դուք ասեցիք, որ ձեր ազգակազմին հրահանգավորումներ եք տվել տարբեր շաբաթական, տարբեր պարբերականությամբ 3-4 անգամ։
Սովորաբար ես այդ հարցը ծառայության տեխնիկներ եմ տվել, ձեզ եմ հիմա տալիս, հետևաբար նման իրադարձության պայմաններում պետք է տառնապտրվել, թե ոչ։ Հրդեհի, այո։ Այս ձեզ ինչու չի տրվել այդ տառնապտրել։ Որովհետև հրդեհը ժամանակին չի հայտնաբերվել։ Ես ուզում եմ նորից նշեմ, պարոն Նորիկ, հրդեհը ժամանակին չի հայտնաբերվել, որ հրդեհ կա։ Հրդեհը հայտնաբերվել է Վաղինակ Մանուչարյանի կողմից այն ժամանակ, երբ որ արդեն հրդեհը դարձել է անկառավարելի։ Ուրեմն ես մեկներ դահարտական մինիստերի ժամանակ բոլորի ցուցմունքները, վկաների ցուցմունքները լսելիս, թե նաև Վաղինակ Մանուչարյանի տված հայտնած դեպքերի հաջորդականության մասին, որ ինքը հայտնել է Տիգրան Ղազարյանին, այդ ամեն ինչը ստուգելու, համոզվելու ճանապարհին, որը տենց ա եղել, են եզրակացության մենք եկել, որ այդ հրդեհը հայտնաբերվել է Վաղինակ Մանուչարյանի կողմից, ու դա ամբողջությամբ համընկնում է, որովհետև եթե այդ հրդեհը ժամանակին հայտնաբերվեր ու չթողներ Եղիշ Հակոբյանը, որ դառնա անվերահսկելի, այդ տագնապ հայտարարելու այդ կացարանից անձնակազմի դուրս գալը կտվեր մի քանի վայրկյան։ Հայտնաբերվել ինչ է նշանակում, այս տպավորություն է ստեղծվում, որ հրդեհ ապարնվել մարդի չի եղել, մայում այնպես է տպավորություն, կարելի այդպես են հասկանալ։ Իմ կարծիքով այդպես եղել է ու Վաղինակ Մանուչարյանը դեպի օրը շենքի ներսում մարդ չեղել է, հրդեհը ոնց է ապարնել։ Դե շենքի ներսում մարդ եղել է, Եղիշ Հակոբյանը բենզինը վառել է։ Լսել եք դա։ Այո։ Ինչքան հնարավոր է, այսինքն ամենայնպես հայտնել է։ Դե հայտնել է ինքն իր ձեր ասածից ես օրինակ կարելի է պատկերացնել, որ հրդեհ տեղի ունեցել, հետագայում ուշ հայտնաբերել է։ Պատվարժան դատարան, ուրեմն Վաղինակ Մանուչարյանը դեպքի օրը, երբ որ Տիգրան Ղազարյանին հայտնել է, թե ոնց է դեպքը տեղի ունեցել, ինքը երբ